Live24 News-ը մի քանի հրապարակումով անդրադարձել է դերասանուհի Ռոզա Դավթյանին, ով այս օրերին գտնվում է Ուֆայում։ Վերջինս ամուսնու հետ մեկնել է նրա ծնողների տուն, որտեղ մի քանի օր շարունակ ապրելով ներկայացնում է ինստագրամյան հարթակում իրենց առօրյան։ Դերասանուհին ցույց է տալիս, թե ինչպես է օրինակ սկեսուր մայրիկի հետ ծառ տնկում, ինչպես են միասին սրճում, դե իսկ այսօր էլ ցույց է տվել, թե ինչպես են միասին խմորեղեն, կարկանդակ պատրաստում և սրճում։ Դերասանուհին ու սկեսուրը նաև միասին հաց են թխել։ Այս կադրերը Ռոզան ներկայացրել է ինստագրամյան հարթակում, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Մենք պեռաշտ ենք պատրաստում։ Սա մեր պատրաստի արդյունքներն են, այսպես կփորձեմ և կասեմ են կարծիքը, բայց շատ լավն է խմոր է եղել, ընտիր է եղել, խմորն է շատ լավ է, բոմբչկա է, փորձել է պետք։ Ոստեղ պատրաստել ենք, արդեն նենց եմ ասում պատրաստել ենք, պատրաստել նապոլեոններ ընտիր, սպասում ենք մի քիչ փափկի ու թռչնի կաթի երկու դիզայնով ենք արել, ընտիր է, ես փորձել եմ կրեմը։ Այս խմորով պատրաստելու ենք հաց։ Թուղթը դնել չստացվեց, նենց որ կդիմենք ուրիշ մեթոդների։ Ձիթապատ ունենք։ Հիմա խմորը պետք է տեղադրենք մեջը։ Ու ավելացնում ենք սեմուչկաներ հացի վրա։ Տեղափոխում ենք գազօջախ։ Թնում ենք հիմա արդեն գազօջախը, ինչքան է 200-ի տակ է միացրած և սպասում ենք։ Մեր հացը պատրաստ է, արդեն հանում ենք։ Դերասանուհի Ռոզա Դավթյանը բավականին սիրված է հանրության կողմից։ Վերջին զանգը հեռուստասերիալում նկարահանվելուց հետո այս դերասանուհու հանդեպ հետաքրքրությունն առավել շատացավ։ Սակայն պետք է նշենք, որ դերասանուհու մասնակցությունը տվյալ հեռուստասերիալին մեծ հնարավորություն տվեց ունենալու հանդիսատես և հեռուստադիտող։ Դերասանուհի Ռոզա Դավթյանի մասնակցությամբ այս հեռուստասերիալը նախորդ ամսին մոտեցավ իր ավարտին, սակայն օրեր անց սցենարի հեղինակ Դիանա Գրիգորյանը հայտարարեց նոր գոյամարտ հեռուստասերիալի մասին։ Շատերը սպասում էին, որ Ռոզա Դավթյանը այս հեռուստասերիալում ևս զետեղված կլինի։ Նա Դիանա Գրիգորյանի հետ մի քանի հրապարակումով էր հանդես եկել, այդպիսով կարծես թե ակնարկելով, որ ինքը ևս մասնակցությունն ունի նոր հեռուստասերիալում, սակայն ավելի ուշ հերքել է լուրերը։ Նրան օրերս հարց են հղել. Ռոզա ջան, շատ կցանկանայինք ձեզ տեսնել գոյամարտ ֆիլմի դերասանական կազմում, վստահ ենք, որ ձեր ներկայությունը կզարդարի ֆիլմը։ Անսահման շնորհակալ եմ այսքան մեծ ուշադրության համար, բոլոր տեղերում նկատում եմ անունս ու գնահատում եմ, որ զգում եք բացակայությունս։ Ես ևս շատ սիրում եմ իմ հեռուստադիտողին, մեր անձնակազմին, բայց առաջիկայում երկարատև նախագծեր չեմ նախատեսում։ Հուսամ այդ պատասխանով վերջ կդրվի ահռելի հարցերի հոսքին, վերալիցքավորվեմ, ուժերս հավաքեմ ու վերադառնամ։ Այսպիսով Ռոզա Դավթյանը հերքում է այն լուրերն ու խոսակցությունները, թե ինքը մասնակցություն է ունենալու գոյամարտ հեռուստասերիալում։ Այսպիսով շատ հեռուստադիտողներ տխրել են, քանի որ իրենց սիրելի դերասանուհուն հնարավորություն չեն ունենա ամեն օր տեսնել հեռուստաէկրաններին։ Նշենք նաև, որ ի տարբերություն Ռոզա Դավթյանի, Լևոն Մկրտչյանը այս հեռուստասերիալում զետեղված է։ Դերասանուհի Ռոզա Դավթյանը, ով մշտապես ակտիվ է ինստագրամյան հարթակում, ժամանակ առ ժամանակ հրապարակումների տեսքով է հանդես գալիս, այդպիսով ցույց տալիս իր առօրյա կյանքից դրվագներ։ Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում Ռոզան իր ամուսնու և ընտանիքի անդամների հետ մեկնել էր արտերկիր հանգստանալու, այդպիսով
Նրանք յուրաքանչյուրն իր ինստագրամյան էջում հրապարակումներ էին անում, ցույց տալով իրենց գերշքեղ հանգստից բացառիկ կադրեր։ Այս ամենի մասին ավելի ուշ։ Դերասանուհին այսօր ինստագրամյան հարթակում հրապարակումով է հանդես եկել, ցույց տալով իր գեղեցիկ ծաղիկները, այդպիսով նաև ցույց տալով իր և Գուրգենի գեղեցիկ բնակարանը, որում նրանք ապրում են։ Նշենք նաև, որ բնակարանը զույգը ձեռք է բերել ամուսնությունից հետո։ Տևական ժամանակ վերանորոգման փուլում էր գտնվում այն, դե իսկ այսօր նրանք վայելում են գեղեցիկ տունը։ Ի դեպ, այս բնակարանը գտնվում է նորակառույց թաղամասում։ Երիտասարդ և սիրված դերասանուհի Ռոզա Դավթյանը ընդամենը օրեր առաջ ավարտեց իր գործունեությունը Վերջին զանգը հեռուստասերիալում։ Սերիալը մոտեցավ իր ավարտին։ Այս դերասանուհին նկարահանվելով այս սերիալում էլ ավելի մեծ սեր ու հարգանք վայելեց։ Չնայած նրան, որ դերասանուհին տարիներ առաջ նկարահանվել էր մեկ հեռուստասերիալում, այնուամենայնիվ հասցրել էր մեծ ճանաչում, սեր ու հարգանք վայելել հեռուստադիտողի կողմից, դե իսկ այս հեռուստասերիալը էլ ավելի ամրապնդեց այդ ամենը։ Ինստագրամյան հարթակում օրորի ավելանում են Ռոզա Դավթյանի հետևորդների քանակը։ Այս տարի դերասանուհին ամուսնացավ, դե իսկ այս ամուսնությունը նրա անձնական կյանքը էլ ավելի շատ հետաքրքրություն առաջացրեց մարդկանց շրջանում։ Ամանորին Ռոզա Դավթյանն իր ամուսնու ընտանիքի, ինչպես նաև իր մայրիկի և եղբոր հետ մեկնել է հանգստի, նրանք գտնվում են Եգիպտոսում։ Ընտանիքի անդամները պարբերաբար հրապարակումների տեսքով են հանդես գալիս, ցույց տալիս, թե որքան լավ ժամանակ են միմյանց հետ անցկացնում։ Երեկ Ռոզա Դավթյանի սկեսուրը հրապարակել էր հարսի մասնակցությամբ լուսանկար և գրել «Ինտիկնիկ», դե իսկ Ռոզան այսօր ևս մի քանի հրապարակումներ է արել, ցույց տալով, թե որքան գեղեցիկ հանգիստ են վայելում իրենք Եգիպտոսում։ Ներկայացնում ենք սիրված դերասանուհու մասնակցությամբ լուսանկարները առանց մեկնաբանության։ Դերասանուհու ամուսնու մայրը ևս բավականին ակտիվ է ինստագրամյան հարթակում, ով տարածումներ է անում և կիսվում իր հարսի գովազդային հոլովակներով, այդպիսով նա ցանկանում է խթանել նրա գործունեությանը և ինչ-որ չափով օգնել գիտելիության հարցում։ Օրերս վերջինս իր թոռնիկի մասնակցությամբ հրապարակում է արել, դրան գծելով «Դու իմ երջանկությունն ես» երգը։ Հավելենք նաև, որ համացանցում ակտիվորեն տարածվում են նաև Ռոզա Դավթյանի և նրա սկեսուրի մասնակցությամբ լուսանկարները։ Ռոզա Դավթյանի սկեսուրը տարածել է ինստագրամյան էջում մի հրապարակում, որտեղ Ռոզայի ամուսնու գերդաստանն է, տատիկ-պապիկը իրենց թոռների մասնակցությամբ։ Ներկայացնում ենք այս ջերմ կադրերը և նաև հիշեցնում, որ օրեր առաջ էլ դերասանուհին հրապարակել էր մի հոլովակ։ Հոլովակում դերասանուհին մի քանի կերպարներով ցույց է տվել, թե ինչ զգեստ կարելի է կրել, օրինակ նշանադրությանը, նախահարսանեկան խնջույքին, ապա երեխայի սեռը պարզելու արարողությանը, փոքրիկի ծննդից հետո նրա մկրտությանը և այդպես շարունակ։ Համացանցում ակտիվորեն տարածվում է այս հոլովակից առանձնացված մի կադր, որտեղ դերասանուհու ձեռքին կապույտ և վարդագույն դրոշակներ են։ Սա տպավորություն է ստեղծում, որ դերասանուհին պատրաստվում է մայրանալ և այդպիսով պարզում է երեխայի սեռը, սակայն այդպես չէ։ Նա այս հրապարակումով նաև ցույց է տալիս, թե ինչ տեսքով կարելի է պարզել սպասվող փոքրիկի սեռը։ Նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք վերջին օրերին դերասանուհին ինստագրամյան հարթակում հարց ու պատասխան էր կազմակերպել, որի ընթացքում խոսում էր տարբեր հարցերի մասին, պատասխանում հետևորդներին հետաքրքրող տարբեր հարցերի։ Նրան հետևյալ հարցն էին ուղղել. «Շատ հետաքրքիր է, թե ոնց եք ծանոթացել ձեր ամուսնու հետ։ Ձեզ շատ եմ սիրում»։ Ռոզա Դավթյանը խոստացել է մոտ ժամանակներս տեսանյութով հանդես գալ և հենց տեսանյութի միջոցով պատմել իր և Գուրգենի ծանոթության մասին։